Մենք շնորհակալ ենք քեզանից։ Մեր սիրտը փափագում է, որ մենք լինենք քո մեջ, Տեր, քո ներկայության մեջ։ Մենք շնորհակալ ենք, գոհանում ենք քեզանից ամեն մի բարի դուրքի համար, որ մեր կյանքերում կա, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից ամեն ինչի համար, Տեր։ Ողջունի մեր ներկայությունը այս տեղում, որտեղ ստեղ դու կաս, Տեր։ Ամենակարևորը քո ներկայությունն է, Տեր։ Խնդրում եմ քեզ ողջունի, որ ամեն մեկս խոսք ստանանք քեզանից։ Ամեն մեկս առաջնորդենք քո Սուրբ Հոգով։ Մի փոքր ավելի մոտենանք քեզ, Տեր։ Ճանաչենք քեզ, սիրենք քեզ, խոսք ստանանք քեզանից, Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից, որ պատիվ ունենք երկրպագելու քեզ, Տեր։ Պատիվ ունենք կոչվելու քո զավակները։ Պատիվ ունենք, որ երկնքի ու երկրի արարիչը մեր հայրն է։ Մենք շնորհակալ ենք քեզանից, Տեր, օգնի մեզ։ Մենք քո ներկայության կարիք ունենք։ Մենք քո շնորհքի կարիք ունենք, Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից, Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Սեցիչ լավ է, չէ՞, եկեղեցուն։ Ուրախ ես, որ Տիրոջ տանն ես։ Փառք Տիրոջը։ Դեք եղբայրը մի խոսք էր կարդում, ասում է, իմ սիրտը փափագում է քո սրաներում։ Գիտես, մեր սիրտը միշտ պետք է փափագի Տիրոջ սրաներում գտնվելու համար։ Մենք պետք է միշտ ուզենանք Տիրոջ տան լինենք, Տիրոջ եկեղեցում լինենք։ Աստվածօրհնի քեզ կողքինիդ կաս մի հատ լավ հավեսով, ջիգերով նենց խոսք ասես, որ ժպտա ու կաս նստես։ Աստվածօրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Ես որ այդտեղ կարդացինք մի հատ բան հիշեցի, ես որ նոր էի սկսել ծառայել, դեռ մի 15 տարի առաջ էր, որ արդեն գիտես հետաքրքիր, մի հատ տեղ մտա, այն վաղ գիտեք ինչ գործ էի անում, գիրք էի վաճառում, դե իսուտ էի սովորում, որ պատրաբոտկի նման էր էլի։ Գիրքեր էի այդպես վաճառում, հոգևոր գիրքեր էին կամ բանկային, մի տեղ մտա, մի հատ սրահ էր, հետո պարզեց, որ այդ մարդիկ, որ այդ սրահում գտնվում էին, հավատացել էին, բայց այն գիտես ինչ հավատացել են, որ ժամանակին շատ լավ վարվել են, հետո մի քիչ այնպես 1000-ից մեկ գալիս են եկեղեցի կամ չեն գալի, այնց մի հատ խոսք ասեն, դե ստեն թազա այնպես ջայլ հավատացել ես, էլ այդքան շատ բաներ չես հասկանում, ասում են դե հələ որ վարվում ես կրակով, որտեղ դու նոր ես, բայց ժամանակ կանցնի դու էլ այնպես մի քիչ կրակը կարող հանգի էլի, այնպես մի քիչ թեթևանաս արդեն մի քիչ ավելի բան նայես, եկա այնպես խոսում ենք, հովին ասում եմ, sense մարդկանց դիմեցի, ասում հա գիտեմ, ճանաչում եմ, բանը, ասում են ասեցին այդքան կրակը որ մեջ թմի վարվում է, դե նոր եկես, այնպես մի քանի տարի է որ եկեղեցում ես, հələ որ մի 4-5 տարի է նոր ես սկսեց ծառայելը, դա այնպես վարվում ես, էլի, հետո ժամանակ կանցնի մի քիչ դու էլ կհանգես, ասա, նայ, էդի Աստծո խոսքեր չի։ Այդ ճշնամի խոսքերն է։ Եթե դու ճիշտ սրտի դիրք ունես, Աստված քո կրակը միշտ վառնապահելու։ Քո կրակը միշտ վառվելու։ Ես քեզ մի բան ասեմ, հաստատ այդ տենց էլ կա։ Ես գիտես շատ երկար տարիներ է անցել, բայց ինչ որ իմ կրակի վրա ոնց որ բենզին են նացում, ոչ թե հանգցնում են։ Ես երազում եմ, ամեն փառք Տիրոջը։ Ամեն մի ժամանակ նոր խոսում ենք մեր քորդ, ասում եմ, երբ որ ծառայությունը վերջանում է, մտածում եմ, երբ հաջորդ անգամ ծառայությունը գալու արդեն։ Հələ չեն գնաց հետուն, արդեն հələ այդպես որ ավտոդ նստես գնացուն, արդեն երբ է գալու ժամանակ որ էլի գամ եկեղեցի։ Դες փառք Տիրոջը մեր հոր տան համար, ամեն։ Փառք Տիրոջը։ Դες ինչքան է մարոզը լինի, մարոզը չէ այսօր։ Ցուրտ է։ Բայց երբ որ արև է լինում, լույս է լինում, լավ է, չէ, հավես է։ Ով է սիրում որ ասենք տունը նստած ես, լուսամուտից դուրս ես նայում, չնայած մարոզը, բայց արև է, հենց հավեսին, շողում արևը, մի քիչ տրամադրություն միանգամից բարձրանում է, չէ։ Գիտես ինչ մարոզել ուզում ալնի կյանքումդ։ Թող արևը միշտ շողա Տիրոջ։ Թող լույսը շողա ու տես ինչքան է ամեն ինչ լավանալու, դզվելու, ամեն ինչ իր հունով է գնալու։ Կարևորը այդ արևը, երկնային արևը, շողա քո կյանքում, որ Տիրոջ լույսը քո կյանքում լինի։ Հիսուսը օրհնի քեզ։ Սիրես այսօր պատիվ ունեմ կիսվելու ձեր այդ Աստծո խոսքով ու իմ համար էլ է հետաքրքիր քարոզը, որովհետև ես չեմ հիշում, որ ես ընդհանրապես մի պատմության վրա կանգնած լինեմ տենց, որովհետև ես մի պատմության մասին եմ ուզում այսօր խոսամ ձեր հետ։ Հետաքրքիր պատմություն է, ինձ թվում է թե բոլորդ անգիր գիտեք այդ պատմությունը, բայց որոշ բաներ կա հետաքրքիր, որ գիտես որ կարդում ես, որ մեկ-մեկ լինում է։ Հիշում եք անցած տարի հովը խոսքեր, գսում բառեր կային, որ ոնց որ ուրիշ գույնով էին գծած ու ոնց որ գային ու տես կպնեին սրտիդ։ Այդպես այս պատմությունն ունեցա, որ ամեն խոսքը կարդում ես, ոնց որ բառեր կան, որ դրանց վրա պետք է ուշադրություն դարձնես ու մի քիչ ավելի խորես էլի, այդ ինչ են ասում, ինչ են ուզում ասեն։ Դա Ղազարոսի պատմությունն է, երբ որ Հիսուսը Ղազարոսին հարություն տվեց, երբ որ Ղազարոսը մահացած էր, եւ Հիսուսը եկավ ու հարություն տվեց։ Եվ ուզում եմ ձեր հետ այդ պատմությունը ընթերցեմ, Հովհաննեսի 11-րդ գլուխը բացեք եւ առաջի խոսքից եմ ուզում կարդանք։ Ասում է, եւ մի հիվանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայից, Մարիամի եւ Մարթայի գյուղից։ Մեծ մարդ կար ասում է հիվանդ էր,
Հետո հաջորդ խոսքը ասում է Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը յուղով օծեց եւ նրա ոտները սրբեց իր մազերով, որի եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Հետաքրքիր է, գիտես։ Նայ Մարիամը այն կինն էր, ում մասին Տերը ասում է, որտեղ որ քարոզվի այս խոսքը, միշտ ասելու են հիշելու են իր պատմությունը, որ ինքը յուղով, թանկ յուղով օծեց Քրիստոսին եւ իր մազերով ոտները սրբեց, չէ՞։ Քրիստոսի հետ մոտիկ էր, չէ՞ այդ մարդը։ Կանանք ասենք, որ ինքը վատ իրավիճակում չէր, վատ սրտի դիրք չուներ, ինքը ճիշտ սրտի դիրք ուներ, ինքը լավն էր, ինքը բարի էր, ու հետաքրքիր ասում, բայց իր աղբերը հիվանդացավ։ Գիտեք, մենք շատ հաճախ մտածում ենք, որ եթե ես ճիշտ սրտի դիրք ունեմ, եթե իմ գործերը ճիշտ են, սուրբ են, մաքուր եմ ապրում, ո՞նց կարող է տես բան լինի, իմ կյանքում խնդիր գա, խնդրեմ գա։ Գիտես, ինքը ճիշտ սրտի դիրք ուներ, իր մոտ ամեն ինչ նորմալ էր, բայց դուս եկավ, որ աղբերը հիվանդացավ։ Ասում եք, իր եղբայրը հիվանդացավ։ Ասում է, եւ նրա քույրերը ուղարկեցին նրա մոտ եւ ասեցին. Տեր, ահա նա, որին դու սիրում ես, հիվանդացել է։ Չի ասում է, որին դու ատում ես, ասում է, որին դու սիրում ես։ Հասկանում ես։ Հետաքրքիր է, ոչ թե մենակ դու ես սիրում Քրիստոսին, ասում է, ինքն էլ է քեզ սիրում։ Օրինակ վստահ են, որ Հիսուսը սիրում է Ղազարոսին, ասում է, նա ում դու սիրում ես, հիվանդացել է։ Գիտեք, մենք շատ հաճախ որ խնդիր է գալի, խնդրեմ է գալի, մտածում ենք կարող է Աստված մեզ չի սիրում այդքան։ Կարող է մի բան այն չի։ Կարող է այդքան իր դուրը չեմ գալի։ Ասում է, չէ, ում դու սիրում ես, հիվանդացել է։ Ում դու սիրում ես։ Գիտես, հետաքրքիր է, քույրեր ուղարկեցին, այնքան ավելի հիվանդ էր, որ ինքը արդեն չկարողացավ ինքն էլ ուղարկել, քույրեր ուղարկեցին Քրիստոսի հետևից, որ գա օգնի իրան, ու մի հարց էլ է գալի, գիտես, ումն ես դու դիմում, երբ որ խնդիր է գալի քո կյանքում։ Ումն ես դու դիմում։ Առաջ ներքին 003 ես զանգում շտապօգնություն ես կանչում, թե Տիրոջին ես դիմում։ Այդ շտապօգնությունը կարող է լինի քո մոր քույր տղեն, չգիտեմ, կարող է հորող բորդ աղջիկ լինի, կարող է ուզում լինի։ Որտեղ ես դու ելք գտում, երբ որ խնդրեմ անգալի, խնդիր է գալի։ Ու խնդիրը մենակ հիվանդությունը չի սիրելիս։ Ես որ այսօր խոսալու եմ Ղազարոսի պատմության մասին, ուղղակի քո մտքում քո խնդիրը բայ, եթե խնդիր ունես։ Անպայման չի հիվանդություն դա լինի։ Եթե դու խնդիր ունես, կտովի քո խնդիրը բայ։ Ումն ես դու դիմում առաջ ներքին, երբ որ խնդիր է գալի քո կյանքում։ Գիտես, Ղազարոսի քույրերը դիմեցին Քրիստոսին։ Ճիշտ դեղ դիմեցին։ Մեկ է գիտես ինչն է հետաքրքիր, որ երբ որ դիմում էին, վստահ էին, որ Քրիստոսը կօգնի։ Գիտես, մեր նենց ապրենք, որ երբ որ մարդիկ մեր համար աղոթում են, մեր համար բարեխոսում են, վստահ լինեն, որ Տերը կօգնի մեզ։ Գիտես, շատ ավելի հանգիստ ու հեշտ է բարեխոսում են մարդու համար, որ Տիրոջը ծառայում է, քրիստոնյա է, հավատացել է, չէ։ Դու կարաս աղոթես քո բարեկամի հարազատի համար, ով որ քրիստոնյա չի, ով չի հավատում, դա լավ ես անում։ Օշնի իրան, ինչ ուզում ես արա, լավ ես անում, բայց ավելի հեշտ ու համարձակ ես աղոթում ու օշնում այն մարդուն, ով որ Քրիստոսի մեջ է։ Ավելի հեշտ է սպասում օգնությունը Տիրոջից, որովհետև եթե նա Տիրոջ զավակն է, ուրեմն Տերը կօգնի։ Ու դու վստահ ես լինում, որովհետև ինքը Աստծո զավակը, Աստված իրան էլ է սիրում, իրան ընդունած է, չէ՞։ Բայց մարդիկ կան, որ իրանք չեն ուզում Տիրոջ ընդունեն, հա իրանց համար դու օշտում ես, դու աղոթում ես իրանց համար, բայց գիտես շատ կարևոր է, որ իրանք էլ սրտերը բացեն Տիրոջ համար։ Ամեն։ Մեր նենց ապրենք, ես ու դու արդեն Տիրոջ տանն ենք։ Ես ու դու արդեն Քրիստոսի մեջ ենք։ Մեր նենց ապրենք, որ մարդիկ մեր համար երբ որ բարեխոսեն, վստահ լինեն, որ Աստված մեզ օգնելու է։ Մեր բարի ապրենք։ Հետաքրքիր է, ասում եմ, հիվանդացել են, մարդ հիվանդացել էր, գիտես, հիվանդությունը ընդհանրապես, արմատը չարից է գալի, ես հիվանդանալը, Տերը չի ուզում, որ դու հիվանդանաս, Տերը չի ուզում, որ խնդիր կա քո կյանքում, Տերը չի ուզում, որ մի վատ բան կա քո կյանքում, բայց Տերը կարա օգտագործի այդ իրավիճակը, գիտես, օրինակ թույնը ինչի մարա, թույնելու չէ, բայց հետաքրքիր է, մարդը իր խելքով կարացել է թույնից դեղ շինի, որ մարդկանց օգտակար լինի, չէ։ Գիտեք, չէ, որ ասենք օծի թույնը օգտագործում են, որ մարդկանց դեղեր բանան, կամ ասենք անտիվիրուս են անում, ինչի՞ վիրուսն են, չէ, օգտագործում, որ անտիվիրուս անեն։ Նայ, բաներ կա, որ վտանգավոր են, վատն են, որոնց չարի համար է, բայց Տերը կարող օգտագործել հենց, որ քո կյանքում օրհնություն բերի։ Ասում է հիվանդացել էր Ղազարոսը։ Տերը թույլ էր տվել, որ այդ հիվանդությունը գա իր կյանքում, բայց հետաքրքիր է։ Ասում է Հիսուսն էլ երբ որ լսեց, ասեց. այն հիվանդությունը մեռնելու համար չի, այլ Աստծո փառքի համար է, որ Աստծո որդին նրանով փառավորվի։ Կարաս ասես իմ խնդիրը Աստծո փառքի համար է։ Իմ խնդիրը մեռնելու համար չի, իմ խնդիրը փառքի համար է։ Ինչ որ ունես քո կյանքում, ինչ դժվար իրավիճակ էլ գա քո կյանքում, եթե դու Քրիստոսի հետ ես, եթե դու ճիշտ սրտի դիրք ունես, քո խնդիրը փառավորվելու համար է։ Մեր Տերը ամենակարող Աստված է։ Երեք ասացի, այսօր էլ կասեմ, Աստված ունենք, աշխարհը չունի։ Եթե մեր Քրիստոսը մեր կողքին է, մեր խնդիրները լուծվելու են։ Ինքը ամեն մի խնդիրից ելք գիտի։
Հետաքրքիր, ասում է հիվանդ էր այդ Ղազարոսը։ Հետո էլի խոսքը շեշտում է, ասում է եւ Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջը եւ Ղազարոսին։ Մի բան որ քուրն է ասում, դա ասում է ում դի սիրում ես հիվանդա։ Բայց սա խոսքն է շեշտում հենց, ասում է Հիսուսը սիրում էր Ղազարոսին, Մարթային ու Մարիամին։ Խոսքն է շեշտում դա, ասում է Հիսուսը սիրում էր իրանց։ Ում որ սիրում է, իրանց կյանքում դժվարություն եկավ։ Գիտեք, մենք շատ հաճախ մտածում ենք, որ եթե դժվարություն եկավ, ուրեմն մի խնդրեմ կա, խնդիր կա, մեղքի մեջ է, չգիտեմ ինչ է։ Բայց հետաքրքիր է, որ Տեր ասում է սիրում էր իրանց։ Նորմալ էր իրանց, ամեն ինչ նորմալ էր, իրանք ծառայում են Տիրոջը, իրանք փորձում էին մաքուր սուրբ ապրեն, Տիրոջ հետևից գնում էին, բայց խնդիր եկավ իրանց կյանքում։ Գիտես, Աստծո ասում է, ինչ որ լինում է չարի հետ, նույնն է լինում է բարիի հետ։ Ինչ որ լինում է անարդարի հետ, լինում է արդարի հետ, անհավատի հետ ու հավատացյալի հետ։ Գիտես, տարբեր բաներ կա, տարբեր իրավիճակներ կա, որ քո կյանքում գալիս է ու դա լինում է քո հետ ու անպայման չի որ դրա հետևից մեղք կանգնած լինի։ Ու միշտ տապի քննադատես են մարդուն, որի կյանքում խնդիր է եկել։ Միշտ տապի։ Գիտեք, ես մի քանի տարի առաջ որոշ խնդիրի միջով անցա, շատ ուժեղ հիվանդության միջով։ Հետաքրքիր է որ մարդիկ կային մտածում են երևի մեղք է, երևի մի բան բացել ես, մի դուր ես բացել չարի համար, եկել է քո կյանքն ամատեն։ Չէ՞ սիրելիս, եթե դու ճիշտ սրտի դիրք ունես, մեկ կարող է լինի, որ քո կյանքում փորձություններ գալի, դժվարություններ գալի, բայց դու կարաս հաղթահարես, եթե Քրիստոսի հետ ես։ Ամեն։ Գիտեք, սիրուն խոսքեր չի մենակ։ Ուղղակի եթե դու Քրիստոսի հետ ես, ինքը արդեն հաղթել է, ոչ թե հաղթելու է, արդեն հաղթել է։ Ուղղակի իր կողմից կրվենք, որ հաղթողի հետ լինենք, ամեն։ Մի քիչ հայավարի մտածենք, ես միշտ ասում եմ, մի քիչ հայավարի մտածի։ Լոգիկայով վարվի։ Խի գնացեմ պարտվողի կողմից կրվել, որ հաղթողի կողմից կասկրվես։ Ինքը արդեն հաղթել է։ Մենք գիտենք թե ժամանակն է գալու հաղթելու է, չէ արդեն հաղթել է։ Ասում է Հիսուսը հաղթեց եւ որ աչքողը նստած է։ Եթե ես իր զորքից եմ, ես էլ հաղթողի կողմից եմ, ամեն։ Աստված օրհնի մեզ, որ մենք միշտ հաղթողի կողմից կրվենք։ Նայեք Հիսուսը ասում է սիրում էր բոլորին։ Գիտեք, մի քանի օր առաջ կնոջս հետ խոսում ենք, ասում է բանը դե երեխեն որ պիտի դպրոց գնա, մեր երեխեն այս տարի պիտի դպրոց գնա։ Նու մտածում ես չէ որ լավ դասատու լինի, որ ով արնելու դասղեկը, լավ կլինի որ երեխին սիրի, բարի լինի, լավ լինի։ Ասում է դες խոսում ենք դե պարտեզում իրանց այդ խմբակը սաղել խոսում են էլի դրա մասին, որովհետև սաղ երեխն է պիտի գնան դպրոց։ Ասում են մեկը մարդիկ կան ասում են թե չէ, դասատուն պիտի սաղինել հավասար սիրի, պիտի սաղինել սիրի։ Գիտես մի կողմից հասկանում եմ ինչ են ասում, մի կողմից էլ այդքան էլ համաձայն չեմ։ Գիտես խի, օրինակ չի կարա դասատուն նույնպես սիրի այն գերազանցիկին, որ նրան խելոք ապահում, ամեն ինչում լսում է, մեկ այն ծուլիկներին, որ ասենք ոչ լսում են, ոչ մի բան, մեկը դեռ մի բան արեցին, վատ բան արեցին, միշտ խնդիրներ ա, խնդիրներ ա իրենցից։ Հնարավոր չէ նույնպես սիրի։ Ասենք որ դասարանն է, ասենք պետքա մի 3 հոգուն ասենք պարգևատրեն։ Ումը կընտրեն ծուլիկներին, թե գերազանցիկներին ձեր կարծիքով։ Ումն են ընտրելու։ Հա սիրում են սաղնել։ Աստված սաղնել սիրում է։ Բայց բոլորի կյանքում չի որ Տիրոջ փառքերևում է։ Բոլորի կյանքում չի, Աստված ամենին սիրում է։ Ամեն մեկին սիրում է։ Բայց գիտես ում կյանքում է փառքերևում, երբ որ խոնար սրտով, ճիշտ սրտի դիրք ունի, մարդը երկրպագում է Տիրոջը, արդեն խոստացել է Տիրոջը, որ ամեն ինչ անելու է իր փառքի համար ու գնում է Տիրոջ հետևից։ Ու դա նորմալ է, գիտես, որ այդ մարդու կյանքում ավելի շատ է փառքերևում, օրհնությունները ավելի շատ են երևում։ Դա նորմալ է։ Դա նրանից չէ որ Աստված չի սիրում։ Դա նրանից է պրոստը որ ինքն է ավելի բաց է Տիրոջ համար, իր կյանքը, իր սիրտը։ Ու դա գիտես սովորական բան է, մենք խի ասան դասատուի բանով հասկանում ես, բայց Տիրոջ բանով չես հասկանում։ Նույն բանն է։ Եթե երեխեդ գնում է դպրոց, թե ինքը իրան ճիշտ է պահում, լավ է պահում, դասները ավելի են սիրում իրան։ Նույն մանկապարտեզում։ Եթե ինքը խոնար է, խելոք երեխա, սա ուզում են արդեն իրանց մոտ կանչեն։ Խմբեր, դաժե մենք գիտենք ոնց է, ասենք միտեղ բաժանվում ես, պետք է խմբեր ընտրես, չէ՞, ասենք։ Ումն ես ընտրում, ընտրում ես այն մարդկանց, որ քեզ օգուտ կբերեն, չէ՞։ Որ ավելի բարի են, ավելի լավն են։ Ոչ ես ընտրում նրանց, որ պատճառով կարող է պարտվես կամ ում պատճառով կարող է վատ բաներ ունենաս, խնդիրներ ունենաս։ Դա նորմալ է։ Տերն էլ ամեն մեկին սիրում է, բայց Տիրոջ փառքերևում է այն մարդկանց կյանքում, որոնք որոշել են, որ Տիրոջը երկրպագելու են, Տիրոջ կամքով ապրելու են, խոնար սրտի դիրք են ունենալու։ Իրանց նորմալ են պահելու։ Ասո նորմալների մեջ էլի, նորմալ։ Փառք Տիրոջը։ Ասում է 6-րդ խոսքը ասում է եւ երբ որ լսես թե նա հիվանդ է, այն ժամանակ 2 օր մնաց այնտեղ ուր որ էր։ Այ քեզ բան։ Ասում է դու սիրում ես, այնում դու սիրում ես հիվանդ է։ Ասում եմ լսես որ հիվանդ եմ 2 օր մնաց դե որ դեկար։ Դες մեզ ոնց է թվում, եթե խնդիր կա, մենք դիմել ենք, Աստված պետք է հենց մի օգնի։ Այս քիչ սպասում, ինչին է սպասում։ Պատկասում ես շտապօգնություն ես անգամ, մեկ 2 օրից որ գալիս են։ Ասում ես ելումներ պետք որ քո գալը, չէ՞։ Մենք միշտ մտածում ենք որ խնդիր ենք ունենում ու աղոթում ենք Տիրոջը, հենց մի պետք է Տերը լուծի այս հարցը։ Հենց մի։ Մենք միշտ շտապում ենք, գիտես, բայց Տիրոջը իր ժամանակներն ունի։ Տերը միշտ գիտի երբ է պետք գալ, երբ է պետք գնալ։ Հիշում եք որ եղբայրները կանչեցին, ասեն տոնա, գնանք Երուսաղեմ, ասես դեռ իմ ժամանակը չի։ Բայց հետո ժամանակ հետո գնաց ինքը, որովհետև ժամանակն եկավ։
Ես շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Տերը ավելի լավ գիտի ժամանակները, ինչ որ գալիս է մեր կյանքում։ Թող Տերը օրհնի, որ մենք վստահենք Տիրոջը, գիտես, որովհետև ժամանակները, որ գալու են քո կյանքում, կարող է քո դուրը չգա որոշ բաներ, որ ասենք պետք է սպասես, բայց Տերը ավելի լավ գիտի, երբ գա, երբ չգա։ Հիշում եք, որ երբ որ գնացել էին հարսանիք, Մարիամ ասաց, լսի, նու խնդիր կա, գինին պրծել է արդեն։ Մի բան պետք է անես, ասում է, քեզ ինչ, իմ ժամանակը դեռ չի եկել։ Ասկամ նշ Տիրոջը ժամանակներ կա։ Տերը ժամանակներ ունի։ Ու քո կյանքում հենց ճիշտ ժամանակին ինքը պատասխանելու է։ Հենց ճիշտ ժամանակին վստահի Տիրոջ։ Ուղղակի վստահի Տիրոջ։ Ինքը ոչ ուշանում է, ոչ էլ շտապում է։ Ինքը ճիշտ ժամանակը գիտի։ Ես ու դու ենք ժամանակի մեջ, իսկ ինքը ժամանակից դուրս է։ Ինքն է ստեղծել ժամանակը։ Դրա համար ինքը գիտի երբ քեզ պատասխանի ու ոնց պատասխանի։ Բայց մի բան էլ ասեմ, հաստատ Տերը գալու է, այդ ժամանակն է կա։ Տերը հաստատ գալու է։ Այդ ժամանակից դուրս չի։ 7-րդ խոսքից ասում է, ապա նրանից հետո ասեց աշակերտներին. եկեք դարձյալ գնանք Հրեաստան։ Աշակերտները ասեցին նրան. Ռաբի, հիմա հրեաները ուզում էին քեզ քարկոծել, եւ դարձյալ այնտեղ ես գնում։ Մարդավորի հարց են տալ, ասում են, լսի, ուզում են քեզ քարկոծելին փախան կնդեից։ Որովհետեւ դրանից առաջ հենց ուզում էին իրանք քարկոծեին, ուզում են սպանեին, իրանք փախան ընդեից, գնացին այնտեղը որտեղ գտնվում էին, ու ասում է, ուզում ես էլի հետ գնանք ընդե։ Գիտես, բայց Հիսուս ասում է հետ են գնալու, խի, որովհետեւ գործ կարանելու։ Գիտես, երբ որ Տերը քո մեջ մի բան է դրել, ցանկություն է դրել, ու դու գիտես Տիրոջ գործն ես անում, դաժե եթե մահվան վտանգ կա, դու գնում ես ու անում ես, որովհետեւ Տիրոջ գործն ես անում։ Չնայած ինչ վտանգ կա, ինչ խնդիրներ կա, ինչ խնդիրներ կա, եթե դու Տիրոջ գործն ես անում, գնալու ես, անելու ես ու հաջողվելու ես։ Ես ասում եմ, էլի կասեմ, եթե դու Քրիստոսի հետ ես, դու դատապարտված ես հաջողությանը։ Ուրիշ երկ չունես։ Աստված օրհնի, որ մենք միշտ իր հետ կռվենք։ Ուղղակի մեր պատասխանատվությունն է, որ միշտ իր հետ լինենք։ Գործ կանելու ուրեմն գնա արա։ Հիսուսը պատասխանեց. չէ՞ որ օրը 12 ժամ ունի։ Եթե մեկը ցերեկը ման գա, չի սահի, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է։ Իսկ եթե մեկը գիշերը ման գա, կսահի, որովհետև լույս չկա նրանում։ Չասում եմ լույս չկա իր ճանապարհին կամ լուսավոր չի ճանապարհները, ասում եմ լույս չկա նրանում։ Լույս չկա նրանում։ Ու գիտես ինչն է լույսը մեր կյանքի, Տիրոջ խոսքն է մեր կյանքի լույսը։ 110-րդ Սաղմոս 105-րդ խոսք ամենա հայտնի խոսքերից մեկն ասում է քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Տիրոջ խոսքը ճրագ է մեր ոտների համար եւ լույս մեր ճանապարհների համար։ Եթե Տիրոջ խոսքը քո մեջ է, քո մեջ լույս կա։ Դու հանգիստ ես գնում, դաժե եթե թվում է թե այս աշխարհը խավար է, որովհետեւ այս աշխարհը իսկականից խավար է։ Բայց դու այս խավարի մեջ համարձակ ես գնում, որովհետեւ Տիրոջ խոսքը քո մեջ է։ Տիրոջ լույսը քո մեջ է։ Այդ ճանապարհը հանկարծ կարող դու լուսավորես։ Փառք Տիրոջը, որ Տիրոջ խոսքը մեր մեջ բնակվի։ Տիրոջ խոսքը թող մեր մեջ լինի, որ մենք մեր մեջ լույս լինի։ Ամեն։ Թող Աստված օրհնի մեզ։ Հաջորդ խոսքը ասում է. եւ ասեց, եւ սրանից հետո ասեց նրանց. մեր Ղազարոս բարեկամը քնած է, քնեց։ Ասում բայց կգնամ, որ զարթնեցնեմ նրան։ Եվ նրա աշակերտները ասեցին նրան. Տեր, դե որ քնել է կարողանա էլի։ Հա։ Մենք շատ հաճախ մտածում ենք, չասենք դե որ հիվանդալու մարդը քնում է, ասում է դե քնել է կդզվի արդեն։ Ну, ըրմա չէ՞ դες։ Ասենք երեխեքը որ նու մի քիչ վատ են իրանց զգում, հանգիստ քնում են, ասում են լավա, քնես, կդզվի ուրեմն։ Սա նորմալ է։ Ասում են Տեր ջան, դե որ ուզում են մեզ քարկոծեն, ուզում են սպանեին։ Որ քնելը կդզվի, անպայման չի տան գնդե էլի։ Բեր չի տան գնդե։ Լավ։ Քնելը կդզվի, ոչինչ։ Շատ հաճախ մենք էլ Տիրոջ խոսքը մի բան ասում է Տերը մեզ, բայց մենք մեր ձև ենք ընդունում, մենք մեր ձև ենք լսում։ Մենք ասում ենք դե պետք չէ տեղը գնանք, այդքան է հարմար չի, այդքան էլ նենց կոմֆորտ չի։ Բեր մի քիչ ուրիշ ձևով գնանք, էլի անպայման չի այդքան գնդե, որ անպայման է ես գնամ ընդե, որ գիտեմ որ դե կարող է քարկոծեն մեզի։ Չի ասում է քնելը կդզվի։ Ասում բայց Հիսուսը նրանց մահվան համար էր ասել։ Նրանք էլ կարծում էին թե քուն քնելու համար էլ ասել։ Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասեց նրանց. Ղազարոսը մեռավ։ Ասում ժողովուրդ երիքա ձեր այնպես խոսան որ դուք չեք հասկանում։ Ուղղակի ես պրյամո ձեզի ասեմ, մեռավ։ Ասում Ղազարոսը մեռավ։ Ու հաջորդը գիտես ինչ հետաքրքիր բաներ է, որովհետեւ մի քիչ դուս հանես, անես համ ծիծաղալի, համ մի քիչ անհասկանալի է թվում։ Ասում, բայց ես ուրախ եմ ձեզ համար։ Իա։ Ղազարոսը մեռավ, ասում եւ ես ուրախ եմ ձեզ համար։ Համ ասում մեր բարեկամը մեռավ, համ էլ ասում ես ուրախ եմ ձեզ համար։ Ես ինչ ես ուրախ, մարդը մեռավ։ Ասում ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև այնտեղ չէի, ես ընդե չէի, որ դուք հավատաք ինձ, բայց գնանք նրա մոտ։ Գիտես, շատ կարևոր է,
Տերը ստե մի քանի անգամ շեշտում է հավատքի մասին, ասում է որ դուք հավատաք։ Մենք ասում եմ ես ընդ չէի, լավ էր որ ընդ չէի, որովհետև գնանք ընդ կհավատաք ինձ։ Կտեսնեք ինչ եմ անել ու կհավատաք։ Սիրես Տերը գալիս է որ դու հավատաս շատ հաճախ։ Տերը գալիս է որ դու հավատաս։ Գիտեք շատ հաճախ օրինակ մուսուլմանական երկրներում, այտենց բուդդիստական երկրներում, այն երկրներում, որ Քրիստոսին չեն երկրպագում, շատ հաճախ հրաշքի միջոցով մարդիկ սկսում են հավատալ, որովհետև Տերը գալիս է այցելում է իրանց։ Տերը մի բան անում է ու իրանք արդեն, գիտես ոնց, էլ երբ չունեն, արդեն գալիս են Տիրոջը դարձ են գալի։ Շատ հաճախ Տերը քո կյանքը գալիս է, որ դու հավատաս, որ դու ընդունես։ Ասում է եւ Թովմասը, երկրորդ կոչվածը, աշակերտներից ասեց. Մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Լավ ոգևոր ես, չէ՞, նես հավեսին։ Ասում մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Ռուսեն ասում են ստակի մի դրուզիա մի վրագով նի նադը։ Լավ, հավես ասում է գնանք, ընդ է այդ մարդու մոտ ասում է գնանք մենք էլ մեռնենք, հա, գնացինք։ Արի գնանք մեռնենք։ Հիսուսն էլ եկավ նրան արդեն 4 օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Եվ Բեթանիան մոտ էր Երուսաղեմին 15 ասպարեզի չափով։ Եվ հրեաների շատերը եկել էին Մարթային եւ Մարիամի մոտ, որ մխիթարեն նրանց իրանց եղբոր մասին։ Գիտես հետաքրքիր որն է։ Ասում է շատերը եկել էին, որ մխիթարեն։ Հետաքրքիր անենց ապրի, որ դժվարության ժամանակ շատերը կան քո կողքը։ Որ շատերը կան քեզ օգնելու, մխիթարելու։ Գիտես լավ է, չէ՞ որ մի բան ելնում է դժվարություն։ Մեկ է դնում ես 5 հոգի զանգեց արդեն քեզ ինչով կարամ օգնեմ։ Ինչ կարամ անեմ քո համար։ Մեկ է դնում ես մի հիվանդանոցում մի հատ, ասենք մի բան է պետք բարեկամը տնտե, մեկ է դնում ես գլխավոր բժիշկը, որ քո, ասենք, ծանոթն է, լավ բան է արի իր համար զանգում, ասում է ինչով կարամ օգտակար լինեմ։ Տեսել եմ, որ քո բարեկամը ստեղ է։ Լավ բան է, չէ՞ դա։ Սիրես նենց ապրենք, որ շատերը գան մեր կողքը կանգնեն, երբ որ դժվարություն է գալի մեր կյանքում։ Նենց ապրենք։ Գիտես, այն մարդու մասին, որ ասենք այդքան էլ լավ բաներ չի անում, այդքան չես մտածում։ Երեք մի բան է, ասում եմ, պատկերացնում ես միտեղ գնում ես, ասենք ճամփուկների ձեռը տա խանութից դուրս ես եկել գնում ես ավտո չունես մեկը դնում ես մի հատ որ մի քանի անգամ տեսել ես ծանոթ է ուղակի կանգնում է ճանապարհին ասում է քեզ կտանեմ տուն նստի ու գիտես որ ինքը ավելի հերո է ապրում բայց քեզ տանում է տուն հետա գալի այդ մարդու համար ուզում ես չէ լավ բան անես նո ուզում ես որ ասում տակը չմնամ հայերը տենց են ասում չէ ասում տակը չմնամ ես եմ լավ բան անեմ բայց որ տենում ես մեկը կա քո ասենք բարեկամը տա դվայուրնի ախպերը տա մեկը տենում ես մեքենայով անցավ տենում եք ճամփուկների ձեռը տա ասենց աշկի տակով քեզ տեսավ իրան չտեսողի տեղ դրեց դու էլ նկատեցի որ տեսավ ու անցավ մի քիչ ջղայնանում ես չէ արդեն այդքան էլ լավ չես նայում երբ որ մարդիկ մեզ բարի բան են անում ուզում ես իրան բարի բանով հատուցես իսկ երբ որ ասենք մարդ կա որ ասում են ոչ մարդ կուսանապետ ոչ բնուսանը գիտես ոչ մի լավ բան չի անում որ սա բարեկամները իր այդ չունեն սա ծանոթները իր այդ չունեն գիտես էդի վատ է լավ կլինի որ մեզ մարդիկ սիրեն ու երբ որ մեր կյանքում դժվարություն է գալի, մարդիկ մեր կողքը կանգնած են, ասում են շատերը եկան ու մխիթարում են իրանց։ Երբ որ Մարթան լսեց, թե Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու, բայց Մարիամը տանը նստած էր։ Այ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, վազեց դիմավորելու, բայց Մարթան տանը նստած էր։ Բայց Մարիամը տանը նստած էր։ Գիտես, քո Մարիամը տանը նստած է այսօր։ Իմ կարծիքով ամեն մեկս Մարիամ ունենք, որ տունը նստած է այսօր։ Ու գիտես ինչն է այդ են Մարիամները, որ Տիրոջ ոտները յուղովոցեց ու մազերով իր ոտները սրբեց։ Դա չի նշանակում, որ Մարիամը խնդիրների մեջ է, հոգևոր խնդիրների մեջ է։ Ուղղակի ինքը իր պայքարների մեջ է։ Ուղղակի իր եղբայրը մահացել է կարող է, կամ չգիտեմ իր խնդիրն է եկել կյանքում, ինքը տանը նստած է, ինքը չի մանում ինչ անի։ Գիտես բաներ է գալի մարդկանց կյանքում մեկ-մեկ, որոնց որ պարալիզաբատ են մարդկանց։ Իրանք չեն իմանում ոնց վարվեն, ինչ անեն։ Մեկ-մեկ լինում է այդպես մարդկանց կյանքում։ Լինում է որ դժվարություն է գալի կամ հիվանդություն է գալի կամ չգիտեմ խնդիր է գալի որ ինքը չի մանում ոնց վարվի ինքը չի մանում ինչ էլ անի ասում Մարթան վազեց Տիրոջ առաջ բայց Մարիամը տունը նստած էր արդեն տանը մնաց եւ Մարթան ասեց Հիսուսին Տեր եթե այստեղ լինեիր իմ եղբայրը չէր մեռնի մենք շատ հաճախ գիտես ոնց ենք մտածում այն կորցրած հնարավորությունների կատեգորիաներով եթե իմանայի սենս գներ սենս կանեի եղել է ձեր կյանքում մի բան անեք հետո մի ժամանակ անցնում ասում ես ախր որ իմանայի սենս գնի սենս կանեի Լինում է չէ Ես միշտ սիրում եմ այդ օրինակ ասեմ իմանայի որ դոլարը 125 կդառնա 23 ժամանակ կառնեի 125-ից կծախեի թե չէ 125 ժամանակ առա 20-ով ծախեցի Նե մենք որ իմանում ենք ինչ հնարավորություններ կար մեր կյանքում հետո ասում ենք ախր սենս կարեի անեի Հիմա մարդն ասում է ախր ստելներ ախպերս չէր մեռնի Շատ հաճախ մենք տենց ենք մտածում բայց Տերը գիտի ամեն ինչի ժամանակը Տերն է թույլ տվել որ տես բան լինի
Բայց հիմա էլ գիտեմ, հետաքրքիր խոսքեր ասում, բայց սրանից հետո։ Հետաքրքիր խոսքեր ասում, նա շատ կարևոր ասում, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստվածանից խնդրես, Աստված կտա քեզ։ Հավատքի խոսքեր է արճակում։ Այս հավատքի խոսքեր է արճակում։ Հիսուսը նրան ասեց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Գիտես, սովորական բան չասեց։ Նենց հեշտ բան չասեց, որ ասենք սոված ես հաց կտամ կուտես։ Չասում քո եղբայրը հարություն կառնի, որ արդեն մահացած էր քանի օր։ 4 օր արդեն մահացած էր։ Ասում քո եղբայրը հարություն կառնի։ Եթե Հիսուսը մի բան ասում է, քո կյանքում հաստատ անելու է։ Եթե Հիսուսը քեզ մի բան տվել է, մի խոստում տվել է, հաստատ անելու է, հավատա սիրելիս։ Մարթան նրան ասեց. «Գիտեմ, որ հարություն կառնի»։ Հարությունումը, հետի նորերումը։ Որտեվ Մարթան էլ չէր պատկերացնում, որ կարող է հանկարծ իսկական հարություն առնի, հենց այս մեռելը հարություն առնի։ Մտածում էր, որ հետի նորերում, երբ որ վերջը գա, ժամանակը հարություն կառնի, հա, հարություն կառնի։ Բայց Հիսուսը հետաքրքիր խոսքեր ասում։ Հովհաննես 11:25 խոսք ասում է. Հիսուսը նրան ասեց. «Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի։ Եվ ամեն ով որ կենթանի է եւ ինձ հավատում է, հավիտան չի մեռնի»։ Հավատում ես սրան։ Այսօր խոսքը տենց էլ անվանել եմ, հավատում ես նրան։ Հավատում ես նրան։ Հավատում ես նրան, ինչ որ ստե գրած է։ Հավատում ես։ Գիտես, միակ ճշմարտությունը ստե է գրած։ Միակ ճշմարտությունը։ Եթե ստե մի բան քո համար գրած է, քո կյանքի համար գրած է, հաստատ կատարվելու է։ Ումն ուզում ես հուսաս, ինչ ուզում ես վստահի, ումն ուզում ես, բայց այս խոսքին ավելի շատ վստահի։ Ինչ էլ ուզում է կատարվի քո կյանքում։ Եթե ստե մի բան գրած է քո համար, դա հավիտենական խոսքեր է։ Ու երեք այսօր եւ հավիտան միշտ նույնն է մնալու, որովհետեւ խոսքը հենց Աստվածն է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ասում է, հետաքրքիր խոսքեր ասեց Քրիստոսը նրան, մեկ է նրան ասեց. «Այո Տեր, ընդունել եմ, թե որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր»։ Ընդունում եմ արդեն, որ ասում է դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր։ Եվ երբ որ ասեց այս, գնաց թակուն կանչեց իր Մարիամ քրոջը։ Գիտես, Մարիամը տուններ մնաց։ Ասում է գնաց թակուր Մարիամին կանչեց։ Ասեց վարդապետը եկել է ու կանչում է քեզ։ Նա երբ որ լսեց, շուտով վեր կացավ եւ եկավ նրա մոտ։ Գիտես, չասեց, թե ինքն էլ լսած, ես էլ լսացի, որ Հիսուսը գալիս է։ Ինքն էլ սաղին էլ ասում են գնանք եկեղեցի։ Սաղ էլ գիտեմ, որ այսօր եկեղեցու օր է։ Գիտեմ, որ Կիրակի օրը ժամը 3-ին պետք է գնամ, այսինչ ասելով եկեղեցի է։ Պրոստը գիտես, մի անգամ Մարթան եկավ, բայց Մարիամը չեկավ։ Բայց դա չի նշանակում, որ արդեն հաջորդ անգամ Մարիամին պետք չի կանչել։ Պետք է ասել Մարիամ ջան, արի գնանք վարդապետի մոտ։ Էլ եմ ասում սրես, կանչի Մարիամին։ Կարող է Կարինա անունը, կարող է Աշոտը, կարող է Կարինե է, բայց կանչի իրան։ Մարիամին կանչի։ Դու գիտես քո Մարիամն ով է։ Դու Մարիամին կանչի, Տիրոջ տուն։ Մարիամին կանչի, որ Քրիստոսը իր այդ հանդիպի, ասում է վարդապետը եկավ ու քեզ կանչում է։ Ասա Հիսուսը քո հետ բան ունի խոսալու սիրելիս։ Ասա Հիսուսը քեզ բան ունի ասելու։ Երբ որ դու եկեղեցում ես, Հիսուսը քեզ բան ունի ասելու սիրելիս։ Դրա համար կանչի Մարիամին։ Թող Մարիամը գա Քրիստոսին հանդիպի ու Քրիստոսից խոսք ստանա, ամեն։ Միշտ կանչի քո Մարիամին։ Ասում է Մարթան կանչես Մարիամին։ Հիսուս դեռ չէր եկել գյուղը, այլ անտեղն էր, որ Մարթան եկավ նրա առաջ, վազեց նրա առաջ, պատկերացնում ես լճերել եկե։ Բայց հրյաները, որ տանը նրա հետ էին եւ նրան մխիթարում էին, երբ որ Մարիամին տեսան, թե շուտով վեր կացավ եւ գնաց նրա ետևից գնացին, ասելով թե գերեզման է գնում, որ այնտեղ լա։ Մարդիկ կային, տունը նստած էին, եղբայրը մահացել է, մտածում են խնդիր է եկե, պրոբլեմ է եկե, ուր պետք է գնա, պետք է գերեզման լացելու, չէ։ Ասում մենք էլ եթանք ետևից գերեզման լացելու։ Եվ որ խնդիր է գալի, գիտես, մարդիկ սպասում են, որ դու պետք է այդ խնդրի վրա լացես։ Պետք է գնաս այդ գերեզմանը։ Ասում է հետևից գնացին, բայց հետաքրքիր գիտես որն է, ասում է, բայց երբ որ Մարիամը այնտեղ եկավ, ուր որ Հիսուսն էր, ուր գնաց Մարիամը, գերեզման չգնաց, Հիսուսի մոտ գնաց։ Խնդիր կար, պրոբլեմ կար, եղբայրը մահացել էր, բայց գերեզման չգնաց լացելու, գնաց Հիսուսի մոտ։ Ու այդ մարդիկ էլ իր հետևից գնացին Հիսուսի մոտ։ Գիտեն թե այդ մարդը լացելու է, բայց լացելով տարավ Հիսուսի մոտ։ Մարդիկ գնացին իր հետևից, ու եկան հանդիպեցին Հիսուսի հետ։ Գիտես, երբ որ խնդիր է գալի քո կյանքում, կարաս դա օգտագործես, որ մարդիկ էլ գան Քրիստոսի մոտ։ Մարդիկ էլ գան Քրիստոսի մոտ, որ քո կյանքին նայեն, ոնց դու վարվեցի, երբ որ խնդիր է քո կյանքում։ Այդ պատճառով կան Քրիստոսի մոտ։ Ասեն լսի, ճիշտ տեղ է գնում։ Ախր չի գնում լացի իր, գերեզմանը։ Չի գնում լացի խնդրի վրա, խնդրի վրա։ Վազում է Հիսուսի մոտ։ Վազում է Հիսուսի մոտ։ Ու այդ մարդիկ էլ կգան Հիսուսի մոտ։ Ամեն։ Թող Աստված օրհնի մեզ, որ այն մարդիկ, որ մեր կողքն են, մեր շրջապատն են, գան Քրիստոսի մոտ։ Ասում է եւ գնաց Հիսուսի մոտ եւ տեսավ նրան, նրա ոտները ընկավ եւ ասեց նրան.
դուբլ դվա, ասում է Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Մեկ Մարթան ասեց, այստեղ լինեիր, եղբայրը չէր մեռնի։ Մեկ է Մարիամն եկի ասում է, Տեր, այստեղ լինեիր, եղբայրը չէր մեռնի։ Այն նույն բառերն ասում երկու քուր։ Երկու քուրեն երկուսն մի բոյի։ Հիսուսն էլ երբ որ տեսավ նրան, որ լաց էր լինում, եւ նրա հետ եկած հրյաներին, որ լաց էին լինում, իր հոգով խռովեց եւ հուզվեցավ։ Գիտես հետաքրքիր որն է, որ շատ հաճախ մենք մտածում ենք, դե որ Աստված ընդ է, երկնքում է, հեռու է, ես դե իմ խնդիրների մեջ պետք է իմ յուղով տապկվեմ։ Իմ խնդիրների մեջ ես եմ, Աստված ընդ է, գիտե հեռու է։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, ասում է հուզվեց, խռովեցավ։ Տերը քո կողքին է սիրելիս։ Ինքը անտարբեր չի քո խնդիրների ժամանակ։ Նես չի որ դու խնդրեմ ունես, խնդիր ունես, ինքը թողելա գնացել է։ Ասում է երբ որ ուրախ ես, այն վաղ կգամ։ Չես սիրելիս, ինքը քո կողքին է։ Ասում է ինքը հոգով խռովեց, հուզվեց։ Որովհետև սիրում էր Ղազարոսին, քեզ սիրում է Հիսուսը։ Երբ որ դու խնդրի մեջ ես, խնդրի մեջ ես, ինքը քո կողքին է։ Ու ինքը նես չի որ անտարբեր է, գիտես, ինքը միշտ քո կողքին է։ Ինքը միշտ ուզում է քեզ խոնար սրտով տեսնի ու մխիթարի։ Նայեք հաջորդ ինչ ասում է, եւ ասեց, ուր դրիք նրան։ Նրան ասեցին, Տեր, եկ եւ տես։ Ասում է Հիսուսը արտասվեց։ Պատկասում ես անգամ լացեց։ Երկնքի ու երկրի արարիչը, Տերերի Տերը, ասում արտասվեց։ Որովհետև իր մարդկանցից մեկը իր որդիներից մեկը իր այն մարդը ում ինքը սիրում էր, մահացել էր։ Դες Տերը քո կողքին է։ Ու Տերը քեզ սիրում է։ Քո խնդիրների ժամանակ ասում է ինքը արտասվեց։ Հետո ինչ է տեղի ունենում։ Ասում է հрьяաները ասում էին, տես ինչպես էր սիրում նրան։ Նրանցից էլ ոմանք ասում էին, միթե սա որ քույրի աչքերը բացես, չէր կարողանել որ սա էլ չմեռնի։ Գիտես խնդիր է գալի, մեկ լինում են նենց հոգևորներ, սրազու ասում են, ախր որ սենց Աստված կա, չէր կարա նենց անել որ չկար այդ խնդիրը։ Ախր որ ասում եք սա որ Աստված ունենք աշխարհը չունի, Աստված սենց բան արեց այն մարդու կյանքում, սենց բաց այդ նրա կյանքում, չէր կարա նենց անել որ քո կյանքում այդ խնդրեմը չկար։ Չէր կարա սիրելիս աներ, կարար աներ, բայց պետք է որ գար դա։ Քո ախտելու տեղն է, որովհետև պետք է դու կռվես։ Եթե դու ուզում ես հոգևոր զորանաս ու բարձրանաս, պետք է կռվես, որ կռվել սովորես։ Այդ դրա համար շատ հաճախ փորձություններ մեր կյանքում գալիս են որ կռվել սովորենք։ Ես օրինակ սպորտով եմ զբաղվել։ Գիտես ես հասկանում եմ որ եթե չկռվես չես կարա բարձրանաս, չես կարա ուժեղանաս, չես կարա մի քիչ ավելի բարձրանաս քո ասենք տարբեր բաների մեջ, չգիտեմ, նույնն է հոգևոր հասակն է։ Եթե դու չկռվես չես կարա բարձրանաս, չես կարա կռվել սովորես։ Դու պետք է կռվես որ սովորես։ Ամեն։ Դրա համար փորձությունները երբ որ գալիս է քո կյանքում, պետք է կռվես։ Ուղղակի պետք է կռվես։ Ասում եմ չեն կարան հենց անային որ սենց չլներ։ Կարար աներ, բայց չարեց։ Եվ Հիսուսը դարձյալ խռոված եկավ գերեզմանը, եւ այն քարեր էր։ Եվ մի քար նրա վրա դրած։ Հիսուս ասեց. այդ քարը վեր առեք։ Մերելի քույրը Մարթան ասեց նրան. Տեր, արդեն հոտած է, որովհետև 4 օրվա է։ Նույն Մարթան, որ ասում է դու Աստված ես, դու Քրիստոսն ես, Աստծո որդին ես, ինչ էլ խնդրես Աստված կտա քեզ, ասում է դե ախր հարմար չէ, ախր 4 օր արդեն մեռած է, հոտ է գալի արդեն։ Դու ստե հավատ տենում ես սիրելիս։ Ես էլ չեմ տենում հավատ, որ կարող է Ղազարոսը հարություն առնի։ Չկար հավատք։ Չեն հավատում, որովհետև տես բան չեն էլ տեսա երևի չգիտեին որ տես բան կարա լինի։ Գիտես, բայց հետաքրքիր է։ Հիսուսը Աստված էր, չէ՞ ամենակարող։ Կարար այդ քարը ինքը աներ։ Կարար այդ քարը երասներ։ Բայց ասում քարը վեր առեք։ Գիտես, բաներ կա, որ մարդկանց պատասխանատվության տակ է։ Մարդ կա, որ մարդ պետք է անի։ Ասում, բան կա, որ մարդ պետք է անի։ Բան կա, որ դու պետք է անես։ Հիսուսը եկել ասում է քարը վեր առեք գերեզմանից։ Եթե դու պետք է անես։ Ասում է ես կարամ անեմ, բայց դու արա։ Դու պետք է անես։ Ու հետո ինչ է տեղի ունենում։ Երբ որ քարը վեր են առնում։ Ասում է Հիսուսը նրանց ասեց. Չասեցի քեզ նրան Մարթային ասում ասեց. Չասեցի քեզ, եթե հավատաս Աստծո փառքը կտեսնես։ Գիտես հետաքրքիր է, մենք շատ հաճախ համաձայնվում ենք, ավելի լավ է մեռած մնա, ավելի լավ է հոտած մնա, ավելի լավ է գերեզմանի վրա քար դրած լինի։ Գիտես ամեն մեկի կյանքում էլ այն մահացած բաները կան, մեռած բաները կան, մեռած Ղազարոսները կան։ Այն օրհնությունները, այն հայտնությունները, որ Տերը քեզ տվել է, արդեն գերեզմանից դրել, վրան քարից դրել 7 տոննանոց։ Արդեն մոռացել ես դրա մասին շատ հաճախ, բայց Տերը գալիս է մեկ-մեկ հիշացնում է քեզ։ Ասում է գերեզմանի այդ քարը վերց, որ ես կանամ քո Ղազարոսին ասեմ դուրս արի։ Այդ գերեզմանի քարը դու պետք է վերցես։ Այդ պետք է դու երհասնես։ Դու պետք է փորձես սուրբ ապրես, մաքուր ապրես։ Տենամ դու որ դու սուրբ ապրես, արդար ապրես, Տերը օրհնելու է քեզ թե չի օրհնելու։ Տենամ դե որ մաքուր ապրես, ճիշտ ապրես, Տերը կօրհնի թե չի օրհնի։ Գիտես մենք շատ հաճախ ուզում ենք այն ինչ որ Տերը պետք է անի մեր վրա ենք վերցում, մտածում ենք դրա մասին, այն ինչ որ մեր պատասխանատվության տակ է, որ մենք պետք է անենք։
Մոռանում ենք դրա մասին, որ մենք պետք է անենք։ Այն ինչ որ մեզնից է կախված, մենք անենք։ Այդ ինչ որ մեզնից է կախված չենք անում, հետո ինչ որ Տերը պետք է անի, ասում ենք խիչ արեց։ Բա քարը վերար որ անի։ Այդ քարը վերառնելը իմ ու քո կյանքում է սիրելիս։ Այդ մաքուր ապրելը, սուրբ ապրելը, ճիշտ գնալը, չխաբելը, չգիտեմ, տարբեր բաներ, դա մեր պատասխանատվության տակ է։ Ես պայմանագիրը երկու կողմանի է։ Միշտ ասել եմ դա ու էլի կասեմ։ Եթե դու քոնը պահես, Աստված իրանը կանի։ Դու ուղղակի քո անելունը արա, մնացած թող Աստծո վրա։ Յուլի Ցեզարը մի հատ լավ խոսք ունի, ասում է «Делай, что можешь, и будь, что будет»։ Դու արա այն ինչ որ կարաս անես, այն ինչ որ չես կանես Աստծո վրա թող։ Գիտես ինչ որ դու չես կանես, Աստված ամենալավ ձևով կանի։ Դու ուղղակի արա այն ինչ որ կարաս անես, ինչ որ քո համար է, ինչ որ դու պետք է անես։ Շատ կարևոր է, ասում է քարը վեր արեք եւ ասում է եւ քարը վեր արան, որ մեռածը դրած էր։ Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. «Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ էլ ինձ լսում ես, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ»։ Սրես էլ եմ ասում, մեկ-մեկ Տերը գալիս է քո կյանքը, ոչ թե որ դու հավատում ես ու պայքարում ես, հռչակում ես հավատքով, մեկ-մեկ գալիս է Տերը, որ դու հավատաս։ Մենք մեր հրաշքները, նշանները անում քո կյանքում, որ դու հավատաս ուղղակի։ Որ դու ստե հավատ տենում եք, ոչ մեկի մեջ հավատ չկար։ Ոչ հրաների, ոչ քույրերի մեջ, ոչ մեկի մեջ էլ չկար։ Ոք երբ ասում է ես այս բանը կանեմ, որ դուք հավատաք, որ Աստված ինձ ուղարկեց։ Ասում է Տեր գոհանում եմ քեզանից, որ գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ուղղակի անում եմ, որ մարդիկ տենան, որ դու ինձ ուղարկեցիր աշխարհ։ Դու ես իմ Տեր, դու իմ Աստվածն ես, դու իմ հայրն ես։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. «Ղազարոս, դուրս եք»։ Ամենայն ապագենն է։ Այն ամենապահանը, որ Ղազարոսն ասում է Ղազարոս դուրս եք։ Գիտեք, մի քիչ ծիզաղելու բան ասում եմ, պրոստը Ղազարոսը տարբերակ էլ չուներ։ Արդեն Հիսուսն ասել էր դուրս արի։ Մարդը հանգիստ իր տեղ երկինք վայելում էր։ Ասում է, բայց ասես Ղազարոս դուրս արի։ Գիտես, եթե Հիսուսը քո խնդրին ասում է դուրս արի, տարբերակ չունի քո խնդրը։ Եթե Հիսուսը քո կյանքում մի բան ասել է, այդ խնդրը, այդ խնդիրը տարբերակ չունի։ Որովհետև Հիսուսն է ասել։ Ու փառք Տիրոջ, եթե Հիսուսը մեր կյանքում մի բան ասում է, որովհետև մենք կարող ենք շատ խոսքեր ասենք ու ինքը չի փոխվի, որովհետև ինքը երեք այսօր եւ հավիտան նույնն է, բայց երիքա որ ինքը մեր կյանքում խոսք ասի, իրավիճակը կփոխվի, ես ու դու կփոխվենք, մեր կյանքը կփոխվի, ամեն։ Շատ կարևոր է ինչ կասի Տերը։ Երբ որ մարդիկ իրանց բաժինը արեցին, Տերն իրանց բաժինը արեց։ Քարը վեր արան, Ղազարոսը դուրս եկավ։ Ասում է քարը վեր արեք։ Քարը վեր արան, ասում է Ղազարոսն ասեց դուրս արի։ Մինչև քարը վեր չառնես, Ղազարոսը դուրս չի կարող գա։ Դու պետք է քարը վեր առնես։ Ասում է եւ մերելը դուրս եկավ, ոտները եւ ձեռքերը պատանով պատած, եւ երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասեց. «Արձակեցեք դրան եւ թող գնա»։ Եվ հրաների շատերը, որ Մարիամի մոտ էին եկել եւ տեսան ինչ որ արավ Հիսուսը, հավատացին նրանց։ Էլի հավատքի մասն է խոսում։ Էլի հավատքի մասն է խոսում։ Ասում է շատերը եկել են, գիտեն թե գնում են գերեզմանոց լացելու։ Այնել եկան գերեզմանոց հավատալու, ոչ թե լացելու։ Եկել են տենան, որ Մարիամը խնդիր ունի, կգնա երևի կլացի, մեկ է Մարիամ եկավ Հիսուսի մոտ, Հիսուսը հրաշք արեց։ Բացի նրանից, որ Մարիամն ու Մարթան տեսան այդ հրաշքը, իրանց կյանքում եղավ, իրանց աղբերը հարություն առավ։ Ասում է շատերը հավատացին Քրիստոսին։ Քո խնդիրը մենակ քո համար էլ չի, քո մտերիմի համար էլ է, որ ինքն էլ հավատա Քրիստոսին։ Որ ինքն էլ տենա ու հավատա Քրիստոսին։ Որ Աստված ունենք, որը մեզ խնդիրների մեջից հանում է։ Մենք Աստված ունենք, որ երբեք մեզ չի թողելու, չի անտեսելու մեր կարիքները, մեր խնդիրները։ Երբ որ մենք աղոթում ենք, ինքը պատասխանում է, դու մտածում ես մենակ դու ես տենում այդ օրհնությունները։ Գիտես շատ մարդիկ քո կողքը կանգնած տենում են քո օրհնությունները։ Շատ մարդիկ տենում են, որ քո ընտանիքում խաղաղություն կա, որ կարող է դու արդեն բաժանման եզրի վատ իրավիճակ երկու կյանքում, բայց որ Քրիստոսին եկար, քո իրավիճակը փոխվեց։ Քո Ղազարոս հարություն առավ։ Այդ Ղազարոսը, որ հարություն առավ, դուրս եկավ գերեզմանից։ Սաղ տեսան կողը կանգնած էին։ Շատ հաճախ այդ Ղազարոսին շատերը տենում են, գիտես, քո կյանքում։ Գիտեն թե դու նստելու ես լացելու ես, բայց նենց հրա որ քո Ղազարոսը հարություն առնի, ոչ թե գնաս լացես գերեզմանին։ Դե շատ հաճախ ավելի հեշտ է հանձնվելը։ Ավելի հեշտ է ասել ոչինչ, դե մեռավ, ոչինչ։ Ավելի հեշտ է քո երազանքների վրա, քո այն հայտնությունների վրա քար դնես։ Ավելի հեշտ է, քան թե պայքարելը։ Շատ ավելի հեշտ է։ Հանձնվում ես, ասում ես դե ոչինչ չստացվեց, ինչ անենք։ Հավես ունեմ այդքան դու մի առավոտ քնիս էլ, աղոթի, չգիտեմ, գնա այս արա, այն արա, հա դե գալիս եմ, գնում եմ, ինձ լավ եմ զգում էլի, այն չանեք որ Աստված ասել է
10 տարի առաջ դու քարոզելու ես Աստծո խոսքը, դու գիտեմ ինչ ես անելու, անպայման ոչ դու քարոզող ես իմ վերջում ես նստած հավեսին կզգամնձի։ Դու ես քար ես դնում քո հայտնությունների վրա, քո օրհնությունների վրա, որ Աստված ուզում է քո կյանքում հրճակի։ Այն օրհնությունների վրա, որ քո համար Աստված պատրաստել է, դու ավելի հեշտ քար ես դնում, ասում ես դե արդեն հոտած, արդեն 4 օր մեռած է։ Մտածում ես արդեն դե որ Հիսուսը երրորդ օրը հարություն արավ, Ղազարոսը արդեն 4 օր մեռած, դե հավես էլ չկա, շո։ Այն երևի արդեն սո։ Մամենտը բաց եմ թողել։ Չէ, սիրելիս, ասում եմ քարը վեր առ։ Հիսուսը ասում է թող Ղազարոսը դուրս գա։ Արի թողենք, որ Հիսուսը մեր Ղազարոսին խոսք ասի։ Թող մեր Ղազարոսը դուրս գա։ Մեր օրհնությունը, մեր օծությունը, այն ինչ որ Տերը պատրաստել է, թող դուրս գա մեր մեջից։ Ես չգիտեմ քո Ղազարոսը ով է ու ինչ է, ես չգիտեմ, բայց Տերը քեզ խոսք ունի ասելու։ Քո Ղազարոսն էլ հետ է։ Ու թող քո Ղազարոսին ամեն մեկը տեսնի։ Քո շրջապատը, քո ընկերները, քո բարեկամները, հարազատները, թող ամեն մեկը տեսնի քո Ղազարոսին, որին Քրիստոսը հարություն է տվել։ Դա ամենամեծ վկայությունը կլինի, որովհետև Աստծո խոսքն ասում է նրանք հաղթեցին կարան առնով եւ իրանց վկայության խոսքով։ Դες եթե քո կյանքում մի բան Տերը արել է, դա պատմելով դու հաղթանակ ես ունենալու։ Շատ բաներ կարող պատմես, Քրիստոսի մասին կարող պատմես, խոսած, բայց երբ որ դու պատմես մարդկանց այն բանի մասին, որ Տերը քո կյանքում արել, զորություն ավելանում է։ Այդ խոսքերի քաշ ավելանում է։ Գիտեք, հաճախ էլ եմ կյանքում, երբ որ մարդկանց հետ խոսացել եմ, ասենք նու Աստված կա, էսա, այնա բաներ ես բացատրում, իրանք ամեն ինչին պատասխան ունեն։ Ամեն ինչին պատասխան ունեն, բայց երբ որ քո վկայությունն ես պատմում, ինչ որ Աստված արեց քո կյանքում, ասում են, այդի չեմ անմախբեր ինչ ասեմ։ Այդ վաղ արդեն բառեր չունեն իրանք ասելու։ Որտեւ ինչ կարաս ասես, եթե Աստված քեզ ասել է, «Էսի ժամանակ էսի բանն անելու», ու հենց այդ ժամանակ այդքան բաներ լինում է։ Ինչ կարան ասել։ Ոչ բանը չեն կարող ասել։ Սերես քո վկայության խոսք ունեցի, որ կանաս ասես, «Տես իմ Ղազարոսը մեռած էր»։ Գերեզմանից քարը վերցեցինք, Հիսուս ասեց Ղազարոս դուրս արի դուրս եկավ Ղազարոսը։ Ղազարոսն է գա կողականի ասի, «Հա, ես եի այդ Ղազարոսը, այն որ գերեզմանում էի»։ Հիմա դուս եմ եկել։ Ով ինչ կարող ասի, կարան մեկը մի բան ասի Ղազարոսն, այս հոտ էր գալի արդեն վրից։ Բայց ինքը արդեն կենթանի է։ Երբ որ դու քո վկայության խոսք ունես, երբ որ Աստված գործ ունի արած քո կյանքում, դու զորավոր ես ու դու կռվում ես, դու հաղթում ես։ Որտեվ քո խոսքերը քաշ ունեն։ Դա շատ կարևոր է հոգևոր աշխարհում։ Ուզում եմ վերջացնեմ այսօրվա պատգամը, մի վերջի տեղով եմ վերջացնելու, Եփեսացիս 3-րդ գլուխը 20-րդ խոսքից ասում է. «Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք եւ իմանում ենք, այն զորության չափովը, որ մեզանում ներգործում է, նրան փառք լինի եկեղեցում, որ Քրիստոս Հիսուսումն է, ամեն դարերում հավիտյանս հավիտենից ամեն»։ Սես որտեվ վերջի հաշվով մենք իր զորությունով ենք կռվում։ Մենք իր անունով ենք անում ինչ որ անում ենք։ Մենք 10% պետք է անենք, 90% ինքը կանի։ Մենք իրանով ենք անում։ Փառք իրանն է մեկը։ Ինչ է լինի, եթե Ղազարոսն էլ հարություն առնի քո կյանքում, դա նրա համար չի, որ ասես տեսեք Ղազարոս ունեի հարություն առավ։ Դա նրա համար է, որ ասես Հիսուսը իմ Ղազարոսին հարություն տվեց։ Փառք իրան տաս։ Խոնար եղի։ Ինչ որ անում է Քրիստոսն անում քո կյանքում։ Աստծո խոսքն ասում է ամեն մի բարի դուրքը, ամեն մի բարի բանը որ կա իմ կյանքում վերևից է լույսի օրից, երկնքից է։ Ամեն ինչ որ կա քո կյանքում բարի բան է, ամեն մի բան, ինչ որ կա, ինչ համար քեզ լավ ես զգում, վերևից է լույսի օրից է։ Ամեն մի լավ բանը Տերն է տվել։ Մեր կյանքը, մեր երեխեքին, մեր առողջությունը, մեր տունը, մեր տեղ, ամեն ինչը Տերն է տվել։ Ու փառք Տիրոջ լինի։ Հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Արի ոտքի կանգնենք ու աղոթենք, որ մեր Ղազարոսները հարություն առնեն։ Թող Տերը օրհնի մեզ։ Տեր, խնդրում եմ քեզ, օրհնի ամեն մեկից Տեր։ Դու գիտես ամեն մի քրոջս, ամեն մի եղբորս։ Տեր, դու գիտես ամեն մեկի Ղազարոսին Տեր։ Տեր, ինչ որ մեռած է մեր կյանքերում Տեր։ Ինչի վրա մենք արդեն քար ենք դրել ու մոռացել ենք այդ մասին Տեր։ Տեր, խնդրում եմ քեզ, բացի այդ գերեզմանը ու թող դուրս գա այդ Ղազարոսը Տեր, խնդրում եմ քեզ, օգնի մենք։ Խնդրում ես օգնի մեզ, որ մենք բացենք այդ գերեզմանը Տեր։ Օգնի մեզ, որ մենք այդ քարը վեր առնենք, որ դու կայանաս մեր Ղազարոսի հետ խոսած Տեր։ Օգնի Հիսուսի անունով Տեր, խնդրում եմ քեզ, այն երազանքները, որ մենք ունեցել ենք, այն հայտնությունները, որ ունեցել ենք, այն խոսքը, որ դու տվել ես, այն խոստումները Տեր, թող հարություն առնի, նորովի մեր կյանքում Տեր, խնդրում եմ քեզ։ Կրակով վառվի այն խոսքը, որ դու ասել ես մեր կյանքում Տեր, Հիսուսի անունով։ Մենք խնդրում ենք քեզ, օգնի մեր կյանքը, օգնի մեր ընթացքը, որ մենք քեզ փառք բերենք Տեր, որ մենք քեզ բարի պտուղներ բերենք, որ քո անունը ավելի շատ փառավորվի մեր կյանքում Տեր, Հիսուսի անունով։ Եվ թող մեր շրջակա մարդիկ
մեր շրջապատը, մեր հարազատները, մեր բարեկամները, մեր հարևանները տեսնեն, որ Ղազարոսը հարություն առավ մեր կյանքում, Տեր։ Օշնի, որտեղ որ խնդիր կա, որտեղ որ խնդրեմ կա, որ չգնանք լացենք այդ խնդրի վրա ու խնդրի վրա, վազենք քո մոտ Հիսուս։ Դիմենք քեզ, վազենք քո մոտ, որտեղ ամեն մի խնդրից դու լուծում ունես, Տեր։ Ամեն խնդրից դու հանելու ես։ Ուղղակի օշնի, որ մենք քո ներկայության մեջ լինենք, քո հետ լինենք, քո հետ հաղթենք։ Տեր, դու արդեն հաղթել ես։ Մենք ուզում ենք այդ հաղթանակից մի քիչ մեր մասը վերցնենք, Տեր։ Մեր մաս ունենանք, Տեր, որ մենք կայանանք հռչակենք, որ մենք հաղթող ենք, որտեղ հաղթողի կողմից ենք։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, գոհանում ենք քեզանից ամեն մի բարի տուրքի համար, որ մեր կյանքում կա, Տեր։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Տեր։ Փառք քեզ, հավիտյանս, հավիտենից։ Ամեն։ Փառք Տիրոջը։